Բարեկալու Civilnet մեր ուշադրության կենտրոնում պետական միջոցներով ստեղծվող հանրօգուտ մեդիամիջավայր հիմնադրամի գաղափարն ու դրա շուրջ բարձրացված մտահոգություններն են, ինչ խնդիր է լուծելու այս կառույցը եւ արդյոք այն չի վտանգում մեդիայի անկախությունը հատկապես 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Այս հարցերը քննարկելու համար մեր տաղավարում են Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը եւ Հանրային հեռարձակող խորհրդի նախկին անդամ, այս հիմնադրամի ապագա կառավարիչ Վահագն Թևոսյանը։ Շնորհակալություն մասնակցելու համար, սկսում ենք քննարկումը։ Մի ընդհանրական հարց, արդյոք ընդհանրապես ճիշտ է, որ պետությունը մեդիան ֆինանսավորի, հատկապես անկախ մեդիան, թե սխալ է, պարոն Նավասարդյան։ Ես կարծում եմ, որ միգուցե այդպես շատ սկզբունքային մոտեցումների պարագայում սխալ է, բայց հաշվի առնելով, որ այսօր լրատվամիջոցները մանավանդ այնպիսի փոքր շուկաներում, ինչպիսին հայկականն է, չեն կարողանում զուտ առևտրային միջոցներով ապահովել իրենց գոյությունը եւ ստիպված են դիմել այնպիսի քայլերի, որոնք չեն նպաստում որակյալ արտադրանքի թողարկմանը, պետության հոգացության մոտեցումը ինքը ընդունելի է եւ եթե պետությունը իրոք ուզում է որպեսզի լինեն անկախ որակյալ լրատվամիջոցներ եւ Հայաստանը բացառություն չէ այդ առումով, նախքանի որ կրկնում եմ մենք փոքր շուկա ենք եւ այդ շուկայից շատ դժվար է գոյատևելու համար գումար վաստակել լրատվամիջոցներին, իսկ եթե այլ երկրների օրինակը վերցնենք, նույնիսկ մեծ երկրներում նման պրակտիկա կա եւ տարբեր իհարկե արդյունքներ կան եւ դրական եւ բացասական, բայց ինքը երևույթը բնական է։ Հայաստանում ես կշեշտեի նաեւ եւ Հայաստանի նման երկրների մասին խոսելիս կշեշտեի նաեւ, որ ամերիկյան աջակցության այդ բացակայության պարագայում առավել եւս պետության կողմից աջակցությունը անկախ եւ որակյալ լրատվամիջոցների անհրաժեշտ է։ Շնորհակալություն, պարոն Թևոսյան։ Ես մի փոքրիկ ճշգրտում անեմ, որ ես հիմա ժամանակավոր պաշտոնակատար եմ, որի ֆունկցիան անվճար գործառույթ է կազմակերպել հիմնադրամի ձևավորումը հոգաբարձությունների խորհրդի, հետո արդեն պիտի լինի մրցույթ եւ ընտրվի տնօրեն եւ դա 100%-անոց փաստ չի, որ ես կդառնամ տնօրեն, որովհետեւ դա տեղի ունելու մրցույթով, այդուամեն ես ամեն դեպքում դա պնդելու եմ, որ այդպես լինի։ Եվ ինչ վերաբերում է բուն հարցին, պարոն Նավասարդյանի հետ աբսոլյուտ համաձայն եմ այս կոնտեքստում, այո, իհարկե պետության օժանդակությունը մեդիային որոշակի ռիսկերի առումով կասկածները հարուցում միշտ, որովհետև նպատակները միշտ լինում են, կարող են դիտարկվել որպես մշուշոտ եւ մեդիայի ազատության պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները շատ նորմալ է, որ դրան արձագանքում են որոշակի կասկածամտությամբ եւ անհրաժեշտություն են տեսնում հավելյալ բացատրությունների։ Եվ առիթը օգտագործելով կոնկրետ այս մի кейսի առումով կարող եմ ասել, որ սա ըստ էության պարզ հողի վրա փոքրիկ գործարք է, որը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով։ Եթե թույլ կտաք, ես միանգամից դա կպատմեմ, որպեսզի նաև քննարկման առարկա դարձնենք։ Ենթադրում եմ սա նաև իմ հարցի հաջորդ հարցի պատասխանն է, նրա վերաբերյալ, որ ինչպես առաջացավ այս գաղափարը եւ ինչու չի քննարկվել ոլորտի կազմակերպությունների եւ փորձագետների հետ։ Անկեղծ ասեմ, ես չգիտեմ ինչու չի քննարկվել, ես գիտեմ, ես ինչու չէի քննարկի եւ կարող եմ բացատրել, այսինքն ոչ թե այն պատճառով, որ չեմ հարգում կամ կարիքը չկար կամ ոչ մի ռացիոնալ առաջարկ ընդելիս չէր կա, այլ որովհետեւ սա իրոք պարզ գործարք է, որը պայմանավորված է հետեւյալ հանգամանքներով։ 20 թվականի կովիդ պատերազմը եւ նաեւ շուկայի, այսպես ասած, տեղաբաշխումները գովազդային, ուրեմն կառավարության ռազմավարությունը հնարավոր քաղաքական փողերի նկատմամբ վերահսկողություն սահմանելը, ինչպես նաև կախվածություն առաջացնող երևույթների գովազդի արգելքը եւ աշտարակի ավելի կոշտ քաղաքականությունը վարձավճարներ հավաքելու առումով ստեղծեցին մի իրականություն, որ մուլտիպլեքսի մաս կազմող
հեռուստաալիքները, իսկ մուլտիպլեքսը մենք գիտենք, որ դա պետական հաստատություն է, հա, հեռարձակող ցանցը, աշտարակը պայմանականորեն ասած, որը մենք անվանում ենք այդպես, կամ վիշկա։ Վիշկան, այո, որպեսզի նաև դիտողների համար հասկանալի լինի, սկսվեց դիալոգ մի այսպես, եւ այն ժամանակ ես որպես հանրային հեռարձակողի խորհրդի անդամ եւս ներգրաված էի այդ զրույցներում, թե ինչ խնդիրներ են առաջացել, ինչպես կարելի է փոխօգնել կամ զիջումներ անել, որպեսզի ֆինանսական կայունությունը վերականգնվի կամ առնվազն գոնե ինչ-որ մի կերպ մոտեցվի նախկին ուրեմն հնարավորություններին եւ կարողություններին, չմոռանանք նաեւ, որ օրենքով սահմանվեց հավելյալ հանրօգուտ կոնտենտ արտադրելու որոշակի պահանջ մուլտիպլեքսի, այսինքն պրակտիկորեն Եթե չեմ սխալվում, եթերի 20% պետք է դրան նվիրված լինի։ Մանկական, այո, այսինքն այն ինչ որ միտված է հանրության քննական մտածողության ձևավորման, այն ինչ միտված է մշակութային զարգացվածությանը, տեղեկացվածությանը այդ առումով զարգացմանը, այսպես ասած, միտված, հանրօգուտ կոնտենտ ասելով դա ենք։ Ես օրինակ անձամբ այդ եմ պատկերացնում։ Հանրության զարգացմանը միտված մշակութային կրթական մանկական հաղորդումների հիմնականում դրանք Եվ այդ դիալոգների արդյունքում հեռուստաընկերությունները ակնկալում էին, որ մուլտիպլեքսի գները կիչեցվեն, բայց դա համարվում էր, որ լավ գաղափար չի, որովհետև պետական քաղաքականությունը այդպիսին էր, որ դա այդպիսին չլինի։ Եվ ինչ գաղափարի եկան այդ քննարկման արդյունքում, ընդ որում փոխադարձ այդպես ասած, աբայուդնի, եթե տենց բառեր ենք օգտագործում, որ պետությունը փորձում է մեղմել ֆինանսական խնդիրները դրամաշնորհների տեսքով հենց հանրային մուլտիպլեքսի մաս կազմող մասնավոր, շեշտեմ, մասնավոր հեռուստաընկերությունների, խոսքը չի գնում հանրային հեռուստաալիքների մասին, այսինքն շողակաթի, առաջին ալիքի եւ առաջին լրատվական նրանք չեն ստանալու ստեղծիչ գումար։ Ոչ։ Եւ նաեւ միջազգային պայմանագրով մուլտիպլեքսում մասնակցություն ունեցող հեռուստաալիք Ռուսական հեռուստաալիքներ եւ նաեւ միրը, հա, միրը դա ԱՊՀ ալիքն է, այո։ Այսինքն խոսքը գնում է միայն զուտ տեղական մասնավոր հեռուստաընկերությունների մասին, մասնավոր, ոչ հանրային։ Բայց որpիսի դա լինի որոշակի արդյունավետ եւ տրամաբանված, ոչ թե որ ուղղակի այդ գումարը փոխանցվի եւ մեղմվի կամ ինչ որ զեղչարվի, կար ընդհանուր այսպես համաձայնություն եւ բոլորի կողմից ընդունելի համաձայնություն, որ այդ գումարները կտրամադրվեն ինչ որ բանի դիմաց։ Եվ այդ ինչ որ բանը հանրօգուտ բովանդակությունն է։ Այսինքն այստեղ բացառապես պետքա բացառել ուղղակի որոշակի լրատվական, ուրեմն կամ, չգիտեմ, լրագրողական կամ զարգացման կամ նման քաղաքական կոմպոնենտները եւ հենց այս է ամբողջ խնդիրը, որ այս նախաձեռնությունը ինքը լրագրության եւ մամուլի ազատության, խոսքի ազատության կամ սահմանափակման առումով ոչ մի կապ չունի այդ ամենի հետ, այո, կապ չունի, այսինքն հստակ մեխանիզմ է, մենք պատրաստ ենք մեղմել ձեր ֆինանսական խնդիրները, բայց դա պատրաստ ենք անել ձեր քրոնոմետրաժը մեր միջոցով ավելացնելու հաշվին, բայց այդ քրոնոմետրաժը պետք է անպայման օգուտ բերի հանրությանը։ Հասկանալի է։ Պարոն Նավասարդյան, արդյոք ձեզ համար ընդունելի, հասկանալի եւ այս առումով նաեւ տրամաբանված է այսինքն նպատակը այս հիմնադրամի հեռուստաընկերությունների, մասնավոր հեռուստաընկերությունների մուլտիպլեքսում աշխատող ֆինանսական խնդիրները լուծելն է կամ ֆինանսական խնդիրների լուծմանը նպաստելն է կամ թեթևացնել։ Նու չի լուծվի, երևի թեթևացնել, որտեղ բյուջեն ներողություն եմ խնդրում, որ նորից վերցրեցին վրա, ինքը այդքան դեռևս մեծ չի լինելու, փորձելու ենք պիլոտի միջոցով, հա, իրականացնել ինչ-որ նախնական բյուջեն ինչքան է լինելու, կա պատկերացում արդեն։ Անկեղծ ասած չգիտեմ, որքանով եմ լիազորված այդ թիվը հրապարակելու, բայց ինքը միանշանակ
շատ ավելի փոքր է իմ ունեցած տվյալներով, քան ընդհանրապես Հայաստան, մի քանի անգամ փոքր է, քան ընդհանրապես Հայաստան դրսից փող է մտնում մեդիայի զարգացման համար։ Հասկանալի, խնդրեմ։ Իմ եւ իմ գործընկերների հիմնական մտահոգությունը նրա հետ է կապված, որ մենք շարունակում ենք եւ մեդիա ոլորտում եւ ցանկացած այլ ոլորտում ընդունել հիմնականում իրավիճակային լուծումներ։ Եվ դա իհարկե քաղաքականության տեսակետից լուրջ խնդիր է, քանի որ հնարավորություն չի տալիս խնդիրներին, չգիտեմ, ձևավորվող դժվարություններին անդրադառնալ հետևողական մոտեցմամբ եւ լուրջ լուծումներ փնտրելու միջոցով։ Պարոն Թևոսյանը շատ լավ գիտի, որ հանրօգուտ բովանդակության աջակցության համար պետության կողմից նախաձեռնվել են քննարկումները դեռ 2019 թվականին։ Եվ այն ժամանակ խոսքը գնում էր նրա մասին, որ պետք է ստեղծվի հիմնադրամ, որը աջակցելու է բոլոր տեսակի լրատվամիջոցներին, որոնք պատրաստ են այս բևեռացված, մեդիա դաշտի պայմաններում ապահովել որակյալ եւ հանրօգուտ բովանդակություն արտադրելու շահագրգռվածություն ունեցող լրատվամիջոցների սեգմենտ, որը շատ փոքր է Հայաստանում։ Մենք շատ լավ հասկանում ենք, մի կողմից մենք ունենք ընդդիմություն եւ ընդդիմությանը աջակցող լրատվամիջոցներ, որոնք շատ ագրեսիվ են, մյուս կողմից ունենք իշխանամետ լրատվամիջոցներ, որոնք պակաս ագրեսիվ չեն։ Իսկ մեջտեղում այն, ինչ պետք է առաջին հերթին հանրության համար շատ նեղ է, այսպես ասենք, շերտը։ Եվ նման հիմնադրամերի նպատակը պետք է լինի հենց այդ շերտին աջակցելու համար։ Բայց մենք այսօր տեսնում ենք մոտեցում, որ ոչ թե նման խնդիր է լուծվում, այլ լուծվում է խնդիր ինչ-որ մի առանձին տեսակի լրատվամիջոցներին աջակցելու համար։ Մուլտիպլեքսում ներառված վերգետնյա հեռարձակում իրականացվող։ Սա մեկ խնդիր, որ հետևողականություն այս հարցում չեղավ եւ պարզ է, որ այն առաջնային գաղափարը, որ կար 2019 թվականին, այլևս չի իրականացվի։ Ընդ որում պետք է ասեմ, որ բավականին լուրջ գումարներ են ծախսվել այն ժամանակ, որպեսզի նաև միջազգային խորհրդատվական աջակցություն ստանանք, թե ինչպես պետք է այդ հիմնադրամը ձևավորվի, ինչպես պետք է աշխատի, ինչպես պետք է ապահովի կառավարումը, ինչպես անել, որ գտնել ոչ միայն պետության կողմից գումարներ, այլ նաև այլ մասնավոր աղբյուրներից, միգուցե նաև արտասահմանից, եւ փաստորեն այդ գաղափարը ջրվեց, թեև այդ գաղափարի վրա, կրկնում եմ, եւ ժամանակ է ծախսվել, եւ գումարներ են ծախսվել։ Երկրորդ խնդրեմը, որը կապված է արդեն տեսահոլովակական մեդիայի մասին օրենքում։ Կրկին պարոն Թևոսյանը շատ լավ կհիշի, որ 2020 թվականին, երբ որ ընդունվում էր տեսահոլովակական մեդիայի մասին օրենքը, առաջարկվում են տարբերակներ, ինչպես կարելի է մասնավոր մուլտիպլեքսների ձևավորման միջոցով նվազեցնել այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են վերգետնյա հեռարձակում իրականացնելու համար, եւ նույնիսկ այն հաշվարկներ, որ մոտավորապես ավելի փոքր մուլտիպլեքսներ մասնավոր ձևավորելու պարագայում այդ վարձը, որը տրամադրվում է թվային ծառայությունների համար հեռարձակման, կարող է նվազել 5 անգամ։ Այսինքն դա կնվազեցնել բեռը այն հեռարձակողների, որոնք գերադասում են ոչ թե օգտվել նոր տեխնոլոգիաներից, այլ ավանդական այդ վերգետնյա հեռարձակման միջոցով։ Փաստորեն այն ժամանակ էլ այդ գաղափարը ջրվեց եւ հիմա էլ դրան վերադարձը չի երևում եւ հանրային այդ մուլտիպլեքսը մնում է մենաշնոր իրականացնող կառույց, որը ժամանակակից տեխնոլոգիաների պարագայում ուղղակի ժամանակավրեպ մոտեցում է բոլոր առումներով, այդ հիմնարկի պահելը այն տեսքով, որ ինքը այսօր կա, հիմնարկ ասելով ես կրկին նկատի ունեմ աշտարակը կամ վիշկեն, եւ փաստորեն պարոն Թևոսյանի ասելուց ես կարող եմ եզրակացություն անել, որ այդ հիմնարկի պահպանումը մնում է պետական քաղաքականության մի մաս, այն տեսքով, որ ինքը կա, որը բոլորովին արդյունավետ չէ եւ միայն ծախսատար է բոլորի համար, եւ պետության համար, եւ հեռարձակողների համար։
Եվ վերջապես, եթե մենք ցանկանում ենք հանրօգուտ բովանդակություն տրամադրել հասարակությանը, մենք պետք է հասկանանք, որ լսարանը այսօր բավականին բազմազան է։ Եվ լսարանը օգտվում է տարբեր մեդիա հարթակներից եւ ոչ միայն վերգետնյա հեռարձակողներից։ Փաստորեն նման գաղափարով այդ տեսքով այդ հանրօգուտ մեդիա միջավայր հիմնադրամի ձևավորմամբ առանձնացվում է հենց այն լսարանի պահանջարկը, որը շարունակում է դիտել ավանդական վերգետնյա հեռարձակում։ Մնացածը ուրեմն որոնք չեն օգտվում եւ ամբողջական չէ, ունիվերսալ չէ։ Այսինքն մնացածին փաստորեն հանրօգուտ բովանդակություն պետք չէ, հա։ Դա ճիշտ մոտեցում չէ, էլ չեմ ասում եւ դուք էլ ակնարկեցինք, որ քաղաքական բնույթի մեկնաբանումները կարծում եմ չեն նպաստելու առողջ միջավայրին, քանի որ որոշումը կայացվում է արդեն կարելի ասել նախընտրական փուլում, եւ այդ նախընտրական փուլում դա առաջին որոշումը չէ, որը կասկածներ է առաջացնում, ասենք 3 տարի համարյա անգործությունից հետո ձևավորվում է նորից կամ նոր կազմ հանրային խորհրդի, հա, եւ այդ շարքը գործողությունների պետության կողմից կամ կառավարության կողմից բնականաբար առաջացնում են շատ տարբեր մեկնաբանություններ, որոնք կարծում եմ չեն նպաստում առողջ միջավայրին։ Մինչև պարոն Թևոսյանը կպատասխանի մի փոքր հարց։ Ինչու է հանրօգուտ բովանդակության տակ դրված հետևյալ սահմանումը, որ դա անպայման մանկական, մշակութային բովանդակությունն է, այսպես ասած։ Այստեղ հասկանալի է, քանի որ դրա այն բովանդակությունը, բովանդակությունը եւս կարող է լինել հանրօգուտ, որի դիմաց գովազդ ստանալը շատ բարդ է, հա, եւ բնականաբար լրատվամիջոցները կարող են շահագրգռված չլինել նման տեսակի արտադրանք թողարկել։ Ինչ վերաբերում է քաղաքականին, ապա եթե ոչ առևտրային գովազդ, ապա այլ հնարավորություններ գումար աշխատելու լրատվամիջոցները ունեն։ Հասկանալի է։ Խնդրեմ, ինչու է մոտեցումը հատվածական եւ ոչ ամբողջական։ Ամբողջ բոլոր լրատվամիջոցները ես այդ հարցին կպատասխանեմ հնդածս, այսինքն, բայց առանձնացրեցի մի շարք բլոկներ, որոնք պարոն Նավասարդյանը հիշատակեց շատ արագ եւ այդ գրեթե ոչ մեկի հետ համարյա համաձայն չեմ եւ իմ հիշողությունը բոլորովին այլ բան է ասում։ Սկսենք ուղղակի մասնավոր մուլտիպլեքսից։ Նախ առաջին հերթին, երբ որ քննարկում ենք մասնավոր մուլտիպլեքսի ստեղծման հնարավորությունը, մենք մի պարզ բան չենք հաշվի առնում, որ այդ ամեն ինչը պետքա տեղի ունենա հողի վրա, ոչ թե թղթի վրա։ Հողի վրա մասնավոր մուլտիպլեքս սարքելու հեռանկարը Հայաստանի Հանրապետությունում փոքր մեկնաբանություն իմ կողմից։ Հիմա էլ դուք ասում եք մասնավոր մուլտիպլեքս, այսինքն եզակի։ Մենք միշտ խոսում ենք նրա մասին, որ պետք է տեխնոլոգիական հնարավորություն ստեղծվի պետության աջակցությամբ, որ լինեն նաև մի քանի մասնավոր մուլտիպլեքսներ։ Ես դրա մասին եմ խոսում։ Դրա մասին եմ խոսում։ Մասնավոր մուլտիպլեքսներ։ Այո, մասնավոր մուլտիպլեքսներ, որոնք դիցուք փոքրիկ Հայաստանը բաժանում են մի քանի մասերի, եւ դա տեխնոլոգիապես եւ հողի վրա որպես իրականություն։ Պարտադիր չէ որ բաժանում են, կարող է լինել նաև համապետական։ Աննավասարդյան։ Դուք բան էիք ասում, ընթացքում ես հա ուզում էի մեկնաբանել, հա չէի մեկնաբանում, ասացի թողեմ հետո, ուզում եք դուք էլ նշեք, հետո կանդրադառնամ։ Մի փոքր այսպես բանավիճակը մասնավոր չէ, բանավեճի հարցը չկա, ուղղակի միտքս է կտրվում, ինչը վերջ չեմ կարողանում ձևակերպել։ Խնդրեմ։ Դա ձեռնտու չի, եւ այդ չափումները եւ այդ ուսումնասիրությունները այն ժամանակ բոլորս ենք արել եւ բոլորս ենք դրան մասնակցել։ Եվ բազմաթիվ հակափաստարկներ կային եւ ներդրողների պոտենցիալ կողմից եւ տեխնոլոգիայի զարգացման տեսանկյունից, երբ որ նայում ենք, մենք հասկանում ենք, որ պետության խնդիրը իդեպ ձեր տպավորությունը, որ ամեն գնով պետական մուլտիպլեքսը պահպանելն է պետության խնդիրը, դա այդպես չի։ Հենց թեևս կարող է եւ պետության քաղաքականության բաղադրիչը չիջացնել մուլտիպլեքսի գինը, որպեսզի հեռուստաընկերությունները աստիճանաբար հասկանան, որ դա ձեռ չի տալիս իրանց, որ մասնակցեն, գուցե դա ավելի ամենաարդյունավետ մոտեցումն է, որ դադարեն դրանից օգտվել։ Մենք ընդհանրապես ունենք ավանդույթային մի հատ միջավայր, որ աշտարակից, վիշկայից օգտվելը ինքը պատվաբեր մի հատ բաղադրիչ է
հեռուստաալիքների համար, չնայած շատերը տեղափոխվում են եւ հավելյալ փող աշխատելու, հա, որովհետեւ դեռևս կա շուկայում են ընկալումը, որ են հեռուստաընկերությունները, որոնք աշտարակով են հեռարձակվում, այդ հեռուստաընկերությունները ավելի շատ շուկա են ծածկում գովազդատուների տեսակետից, բայց մենք հիմա երբ որ տարիների ընթացքում ձևավորված հնարավորությունները նայում ենք, տեսնում ենք, որ YouTube-ում կան տասնյակ անգամ ավելի շատ դիտված ինչ-որ բաներ, որտեղ այդ գովազդը շատ ավելի արդյունավետ է եւ շատ ավելի թիրախային, այսինքն վճարունակ հատվածին ուղղված է, քան հանրային մուլտիպլեքսով հեռարձակվող, ուրեմն հեռուստաընկերություններին է։ Այս պարագայում այս մասնավոր մուլտիպլեքսի մասին մասնավոր մուլտիպլեքսների մասին խոսակցությունը ինքը տեխնոլոգիական եւ իրականանալիության տեսակետից անձամբ ես համարում եմ ժամանակավրեպ ընդհանրապես։ Ասեմ ավելին, համաձայն եմ այն մտքի հետ, որ գուցե պետքա ջանք թափել, որպեսզի հանրային մուլտիպլեքսը նույնպես որպես այդպեսին դադարի լինել կարևորագույն գործոն։ Եվ այն ժամանակ, երբ որ մենք օրենքով սահմանում էինք, որ նախկին 10 տարվա լիցենզիան փոխարինում էինք 7 տարվա լիցենզիայով, դա պատահական ընտրություն չէր, եւ այդ քննարկումների արդյունքում ենք մենք եկել դրան, որ շատ հնարավոր է, որ հանրային մուլտիպլեքսը 7 տարի հետո այլևս նույն հետաքրքրությունը չառաջացնի մասնավոր հեռուստաընկերությունների համար, որպեսզի նրանք կարողանան դրանից օգտվել։ Եվ այո, ես կարծում եմ, որ չգիտեմ պատճառը որն է, անկեղծ ասած, ես պետական քաղաքականության մաս չեմ, բայց գնի իջեցման բացառումը հանրային մուլտիպլեքսի ես խրախուսում եմ, որովհետև դա նպաստում է հասկանալուն, որ դա արդեն արժի ուրիշ բան մտածել, արժի ուրիշ բան մտածել։ Այնքան հնարավորություններ կա, OTT-ներ, void-եր, բաներ, սթրիմինգային այլ ռեսուրսներ, վճարովի, անվճար, տեսք նույնիսկ ասում են կաբելայինը ինքը արդեն կամաց հնացող տեխնոլոգիա է։ Եվ անհրաժեշտ է խթանել այդ զարգացումը, մտքի զարգացումը, հա, գնալ տեխնոլոգիայի հետևից կամ շատերը նույնիսկ առաջ են անցնում դրանից եւ կանխատեսում են ուրա գնում եւ դրա համար հաջողության են հասնում։ Ինչ վերաբերում է այլոց, այսպես ասած, մեդիաների շահառուները, որ չեն անտեսվում են եւ հաշվի են առնվում հանրային մուլտիպլեքսի հանրային մուլտիպլեքսի մաս կազմող ալիքների ուրեմն շահառուները։ Նախ առաջին հերթին հանրային մուլտիպլեքսի արտադրողականությունը շատ ավելի բարձր է եւ շատ ավելի արդյունավետ է, պլյուս նաեւ նրանց կաբելային հեռարձակումն է ապահովված օրենքով, պլյուս նաեւ նրանք ունեն որոշակի սթրիմինգային ռեսուրսներ, այդ թվում YouTube-ը, այդ թվում նաեւ տարբեր հաղորդումներ տեղադրում են տարբեր OTT-ներում եւ շատ ավելի մեծ ընդգրկում կարող են ապահովել, քան պայմանական փոքրիկ ինչ-որ մի հատ լրատվամիջոց։ Ես կարծում եմ, որ այս ընտրությունը լավ ընտրություն է, բայց ես նույնիսկ կրկնեմ, այս ընտրությունը այն նպատակով չի արված միայն, որ ինչ-որ թվարկեցի, այլ որովհետև հենց հանրային մուլտիպլեքսի մաս կազմող ալիքներ պետություն հարաբերությունների կոնտեքստում, փողային հարաբերությունների կոնտեքստում, պետությունը անհրաժեշտություն է գտել հենց այս հարաբերությունների կոնտեքստում օժանդակել հանրային մուլտիպլեքսի ալիքներին, ոչ թե ընդհանրապես մեդիային։ Եվ այդ աջակցությունը ինքը նաև ուզում է, որ ֆիդբեք ունենա adekvat ձևով վերադարձվի հանրօգուտ կոնտենտի միջոցով։ Եթե նպատակը հիմնական նպատակը աջակցությունն է ֆինանսական, թույլ տակ ես ավարտեմ մի կտորել անելու, իհարկե, տարբեր ձևեր կան, ընտրվել այս ես հեսա կխոսենք այդ մասին։ Մասնավոր ներողություն, 2019 թվականին, երբ որ մենք քննարկում էինք պարոն Նավասարդյանի ասած հիմնադրամի գաղափարը, ես ներողություն եմ խնդրում նախապես, որ կարող է իմ հիշողությունները չհամընկնեն ձեր հիշողության հետ, պարոն Նավասարդյան, մենք բոլորս մարդ ենք եւ տարբեր ձև ենք հիշում այդ ամեն ինչը, առավել եւս, որ ահագին ժամանակ է անցել եւ տարբեր դիտանկյուններից ենք նայել, բայց մենք իրոք այն ժամանակ ես անձամբ ոչ միայն կհիշեմ, այլև դուք կհիշեք, որ ես նախաձեռնողներից էի, ընդհուպ մինչև ամենաբարձր մակարդակում համաձայնեցրած մարդկանցից մեկն էի, եւ մենք դա քննարկում ենք որպես ռեալ իրականացվելիք ծրագիր։ Մենք դա քննարկեցինք մոտավորապես երևի մի տարի, 7-8 ամիս առնվազն 10 միջին բան գտնեմ։
Փառավորապես թաղվեց այս ամեն ինչը իհարկե կոവിഡ്ի եւ պատերազմի պատճառով, որովհետեւ այդ ժամանակ եւ դրանից հետո արդեն ոչ մեկին իդա է տվեր, բայց քննարկման ընթացքում այդ թաղման արարողությունը երկարատև կազմակերպվեց նաեւ լրագրողական, մասնակից լրագրողական կազմակերպություններից որոշների միջոցով։ Ես դա չեմ ասում որպես քննադատություն, ես դա չեմ ասում որպես հատուկ միտված նախաձեռնություն կամ գործողություն, բայց դուք էլ կհիշեք, որ ինչքան ինչ-որ պահից սկսած անարդյունավետ էին անցնում այդ քննարկումները։ Խոսք էր գնում երբեմն շատ ավելի երկար ուսումնասիրությունների, դե մենք միշտ կողմ ենք եղել, որ այո ուսումնասիրենք եւ այդ ռեսուրսները առավել էս որ ծախսվում են, պետքա ուսումնասիրվի։ Խոսք էր գնում, որ մենք չենք, իդեպ ասեմ այդ հիմնադրամի գաղափարը հետեւյալն էր, ես ամեն ինչ անում էի, որ ինքնակարգավորման հետ ինքը դա որոշակի կորելացիայի ենթարկվի եւ նպաստի ինքնակարգավորմանը, որովհետեւ դրա ջատագովներից մեկն էի, չնայած հիմա արդեն մենք տեսնում ենք, որ դա այնքան էլ իրան չի արդարացնում, երևի դեռ ժամանակը չի կամ ինքնակարգավորումը, այտենց դժվար է առաջ գնում, բայց քայլերը արվում են բնականաբար։ Եվ այն ժամանակ հոգաբարձների խորհուրդը ենթադրվում էր, որ պետքա լինեն հենց լրագրողական կազմակերպությունները փոքրիկ պետական մասնակցությամբ։ Այսինքն ոչ թե 5-4, այլ ասենք պատկերացրեք ընդհանուր 8-1 կամ 7-2 հարաբերակցությամբ, այս կարգի, եւ այնտեղ արդեն խոսքեր գնում, որ չենք ուզում մասնակցենք որոշները, որտեղ ուզում ենք շահառու լինենք, որոշները մանանգստություն սկսեցին հայտնել, որ աֆիլացվելու խնդիր են տեսնում իշխանությունների հետ, ոնց կարող է եւ դա տենց աստիճանաբար գնաց նանետ։ Եվ երբ որ ինքը գնաց նանետ, այդ իմ հիշողությունն է, կարող է սխալ եմ հիշում, պարոն Նավասարդյան, դուք ինձ կուղեք, բայց ես տենց է իմ մեջ տպավորված։ Եվ կոവിഡ്ից ու պատերազմից հետո բնականաբար էլ դրան վերադարձ չեղավ։ Եվ ինչու վերադարձ չեղավ, որովհետև նախաձեռնող երկու մարդիկ ճիշտ է ինքը ինստիտուցիոնալության էինք ուզում տանեինք, բայց ինչ որ մեկը պետքա նախաձեռնությամբ զբաղվի եւ կազմակերպի այդ ամեն ինչը։ Ես գնացի հանրային հեռարձակողի խորհուրդ շահերի բախում արդեն ունեի այդ խնդրի հետ, եւ Մովսիսյան Հովանեսը, որը ՊՕԱԿ-ի ղեկավարն էր, գնաց հանրային հեռուստաընկերության տնօրեն եւ դարձյալ շահերի բախում կարող էր ունենալ դրա հետ։ Դրանից հետո ես չեմ իմացել, գուցե եղել է, բայց ես չեմ իմացել, որ ներգրաված մյուս միջավայրի, ոչ մեր երկուսի մասնակիցներից որևէ մեկը կամ կարող անձամբ դուք արել եք, բայց կագբիդայից չի երևացել, նախաձեռնողականություն ցուցաբերի այս գաղափարը կյանքի կոչելու։ Նենց որ այս հանրային մուլտիպլեքսի հիմնադրամը նրա ոչ թե իրավահաջորդն է, ոչ թե փոխակերպածն է, այսա աբսոլյուտ այլ նպատակներով, այլ հողի վրա ստեղծված եւ այլ գաղափարներով ուրեմն առաջացած նոր թարմ նախաձեռնություն է։ Եթե սա շանս կլինի աստիճանաբար վերածելու այն հիմնադրամին, որի մասին մենք համատեղ երազել ենք ժամանակին, ես կոնկրետ պարոն Նավասարդյանի մասով կարող եմ ասել, որ այո, նա երազողներից մեկն էր, մեր հետ հավասար, այսինքն ջանք էր թափում։ Ես այն ինչ-որ թվարկում էի, անձամբ Բորիսին չի վերաբերվում, որովհետև իրոք այս մարդը ջանք է թափել եւ ես հիշում եմ դա, տենց եմ հիշում։ Բայց այդուհանդերձ, երբ որ խոսում ենք համայնքի մասին, եկեք անդադ որ ասում ենք լրագրողական կազմակերպությունների հետ չի քննարկվել, ես արդեն մի քիչ դժվար եմ հասկանում ինչ է նշանակում լրագրողական կազմակերպությունների համայնք, անկեղծ, որովհետև այնքան տարակարծիք են արդեն տեսակետները եւ այլն, ես նույնիսկ որ տեսնում եմ ձեր հրապարակած հայտարարությունից, անգիր գիտեմ տակը ովքեր են ստորագրել, ոչ ավելանում է, ոչ պակասում է, պարոն Նավասարդյան, անկեղծ։ Ոնց որ մի հատ առանձին միավոր լինի, բայց որոնցից ոմանք նաեւ այս հիմնադրամի, այսպես ասած, մահվան տեսլականի մասնակիցներն են եղել։ Պարոն Նավասարդյան, եթե կօգնեք ընթացքում, որ այս հիմնադրամը աստվածտա իհարկե չէ, աստվածտավորն է, ես ջանք կգործադրեմ, որ սրա տնօրենը դառնամ, անշուշտ, որտեղ ինձ շատ հետաքրքիր է եւ ես տեսնում եմ, որ ես կարող եմ սա անել ամենայն դեպս։ Եթե ընթացքում այդ հնարավորությունը ստեղծվի համագործակցության արդյունքում դուք կնպաստեք, որ այս հիմնադրամը վերաձևվի, վերակառուցվի, վերակազմակերպվի եւ այդ լինի շատ ռացիոնալ եւ աշխատանքային եւ ինչ որ տեղ տանող մթնոլորտում, եկեք նախաձեռնենք, անենք։
Շատ լավ։ Պարոն Ավասարյան, խնդրեմ ձեր կարծիքը, բայց նաև ասվեց հետևյալը, որ մեծ հաշվով լրագրողական կազմակերպությունների հետ աշխատանքը ինչ որ մասով նաև անարդյունավետ է։ Երկար քննարկումներ եւ արդյունքի բացակայություն կամ շատ փոքր արդյունք։ Ну, եթե հիշողությունների Սա իմ պատասխանն է, ինչու չի քննարկվել լրագրողական կազմակերպությունները։ Չէ, հետ չի պատճառը, ներողություն։ Դրան էլ կգանք։ Հետ չի պատճառը, չէ։ Որովհետև ասում եմ, ստեղ կապ չունի լրագրության հետ, խոսքի ազատության հետ, սա պարզ ֆինանսական գործարք է կարելի ասել, այո, Քանի որ հիշողության գիրք անցանք, ես ճշտեմ ինչու, ասենք, այն գաղափարը չշարունակվեց, բացի պատերազմից եւ կոവിഡից։ Հենց սային փուլում, երբ որ կարծես թե ձևավորում էր արդեն մոտեցումը, թե ինչ հիմքերով պետք է ձևավորվի այդ հիմնադրամը, հանկարծակի էլի առանց լրագրողական կազմակերպությունների հետ քննարկման որոշում է ընդունվում, որը ազդում էր եւ շուկայի եւ մեդիա միջավայրի համար, որ հանրային հեռուստատեսությունը իրավունք է ստանում առևտրային գովազդ տեղադրել։ Մենք բոլորս դուք էլ, պարոն Թևոսյան էլ շատ լավ հասկանում է, թե ինչպիսի ազդեցություն դա ունեցավ ընդհանրապես գովազդային շուկայի եւ գումարների, ռեսուրսների բաշխման տեսակետից եւ բնականաբար եղավ դժգոհություն լրագրողական կազմակերպություն, եթե մենք ինչ որ կարեւոր հայեցակարգային քաղաքականության մակարդակի որոշումներ ենք ընդունում կամ քննարկում, ուրեմն պիտի հաշվի առնենք բոլոր բաղադրիչները այն քաղաքականության մեդիա ոլորտում, որը իրականացվում է։ Եթե պետությունը պատրաստ չի այդպիսի համալիր մոտեցում ցուցաբերել, ապա խնդիրներ կա։ Եկեք այդ խնդիրները փորձենք հաղթահարել։ Եվ որպես հաղթահարման միջոց որոշ ժամանակ անց, անմիջապես պատերազմից հետո, առաջարկ եղավ, որ ստորագրվի հուշագիր, որ որևէ որոշում մեդիա քաղաքականության, օրենսդրության ոլորտում չընդունվի, պարզ է, որ պետությունն է ի վերջո բոլոր որոշումները կայացում, այսինքն լրագրողական կազմակերպությունները ձայնի իրավունք չունեն, բայց գոնե քննարկեք մեզ հետ, մեր կարծիքը իմացեք, մեր փաստարկները ուսումնասիրեք, նոր որոշում կայացրեք։ Եվ փաստորեն այդ հուշագիրը ստորագրվեց 21 թվականի ապրիլին, եթե չեմ սխալվում, այս արդեն 4 տարին կարող ենք բան անել, եւ բայց ստացվում է, որ դա շատ քիչ է աշխատում, հա։ Միակ երևի ոլորտը, որտեղ աշխատանքը համատեղ գնում էր, դա զանգվածային լրատվության մասին օրինագծի քննարկումն էր այս տարիների ընթացքում։ Մնացած բոլոր ուղղություններում որոշումները կայացվում են։ Միակ դեպքը չի։ Շատ այլ դեպքեր են։ Իհարկե, ես եթե հիշենք ինչ է կապված, ասենք, հանրային մուլտիպլեքսի հետ, ապա հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախաձեռնությամբ, թեև իրենց հետ մեր կազմակերպությունները ունեն առանձին հուշագիր համագործակցության, որոշում են ստեղծել ինդուստրիալ կոմիտե, որը պետք է պաշտպանի ուրեմն առևտրային մասնավոր լրատվամիջոցների շահերը, ստեղծվում է միայն հանրային մուլտիպլեքսում ներառված լրատվամիջոցներ, այսինքն այն հին քաղաքականությունը, որ եթե չեն կարող վերահսկել ամբողջ մեդիա դաշտը, գոնե կենտրոնանանք այնտեղ, որտեղ լիցենզիան մենք ենք տալիս եւ տարբեր լծակներ ունենք ազդեցության, ցավոք նման հիմնավոր կասկածներ որոշումների դրդապատճառների մասին ձևավորվում են եւ տարածվում են։ Եվս մեկ օրինակ կապված չքննարկելու հարցեր եւ չնույնիսկ տեղյակ չպահելու մեդիա ոլորտը։ Թարմ օրինակ այն առումով, որ անցել են Գյումրիում ընտրություններ եւ եթե չեմ սխալվում, առաջին անգամ կիրառվել է օրենքում այն փոփոխությունը, որը ենթադրում է, որ հանրային մուլտիպլեքսում ներառված մարզային հեռարձակողները պարտավոր են, եթե ընտրությունները անցնում են մարզ կենտրոնում, անվճար եթերաժամանակ տրամադրել մրցակիցներին։ Հետարքիդը ինչ է, որ մրցույթը, եթե չեմ սխալվում, անցել է ավելի վաղ կամ ընդունվել է այդ որոշումը։ Այսինքն մի պայմանով են լիցենզիաները տրամադրել մարզային հեռարձակողներին եւ հետո փաստորեն ավելացրել նոր պահանջ, նոր պայման, որի մասին լիցենզավորման համար դիմողները տեղյակ չէին եւ արդյունքը էլի կարող ենք ճշտել դա, արդյունքում ցայք հեռուստատեսությունը Գյումրիում
տրամադրում էր այդ անվճար եթերաժամանակը առավոտյան, եթե չեմ սխալվում, 8:30։ Ինչ ազդեցություն դա կարող էր ունենալ հասարակության եւ ընտրողների վրա, կամ ինչ օգուտ կարող էր տալ ընտրողներին կողմնորոշվելու տեսակետից։ Այսինքն, եթե ես չգիտեի, որ նման պարտավորություն պիտի կկատարեմ, ապա ես կկատարեմ այն պարտավորությունները այնպես, ինչպես ինձ է հարմար, այլ ոչ թե բնականաբար, եթե լինեին քննարկումներ եւ այդ խնդիրը ամբողջությամբ դառնար լուրջ մոտեցման առարկա, բնականաբար կգտնվեին ինչ-որ որոշումներ, որոնք կբխեին եւ հեռարձակողի շահերից, եւ պետության շահերից, եւ հասարակության շահերից։ Այդ երկխոսության բացակայությունը եւ ինդուստրիալ կոմիտեի, եւ այս հիմնադրամի, եւ մուլտիպլեքսի ընդհանրապես հանրային կամ մասնավոր հարցերում այդ երկխոսության բացակայությունը բերում է այդպիսի օրինակներին։ Հիմա եւս մեկ զուտ թվային փաստարկ իմ կողմից։ Պարոն Թևոսյանը ինձ կուղի, եթե ես սխալվում եմ, 7 տարիների ընթացքում, որ գործում է լիցենզիան, համապետական հեռարձակում ունեցող վերգետնյա հեռարձակողը վճարում է 7 տարվա ընթացքում 490 միլիոն դրամ։ Դժվարանամ ասեմ, բայց կարող եք տարեկան 70 միլիոն։ Դուք հաշվել եք հաստատ, այո։ 490 միլիոն դրամ։ Հիմա քանի հեռարձակող ունենք, բացի համապետականից ունենք նաև, ասենք, քաղաքի կամ այո, մարզայինները կոպեկներ են իհարկե, բայց Երևանին եթե չեմ սխալվում 20 միլիոն է տարեկան, այսինքն 7 տարի ընթացքում դա 140 միլիոն։ Դուք պատկերացնում եք, եթե գումարենք, ինչ գումար է ստացվում, ասենք ներդրման տեսակետից, որպեսզի ձևավորվեր մասնավոր մուլտիպլեքս, մասնավոր մուլտիպլեքսը բավականին լուրջ թվեր են, բայց քանի որ քաղաքականությունը այնպես է, որ չէ, պիտի պահենք ամեն ինչ ինչպես կա, որտեվ դա ձեռնտու է պետության ինչ-ինչ հաշվարկներով, բայց ոչ մեդիայի զարգացման շահերից ելներով։ Այս է արդյունքը, որ մենք այսօր ունենք այդպիսի հակասություններ, այդպիսի տարբեր պատկերացումներ, ինչպես պետք է ամեն ինչ զարգանա, եւ պարոն Թևոսյանը հիշատակեց նաեւ ինքնակարգավորումը, այն ինչ կախված է ոչ պետական խաղացողներից, ակտորներից, իրենք անում են։ Եվ մենք այսօր ունենք, ասենք, 92 լրատվամիջոց, որը ստորագրել են ընդհանուր վարքականոնի տակ։ Մենք ունենք բալկատրուկ աճ բողոքների, այսինքն հանրությունը արդեն սկսում է տեղակ լինել ինքնակարգավորումից, բայց դա կաշխատեր այն դեպքում, եթե եւ կաշխատեր նաեւ պետության կողմից կգնահատվեր, եթե պետությունը նույնպես այստեղ ունենար անհրաժեշտ մասնակցություն։ Իսկ ինչ ենք մենք տեսնում։ Շատ լավ պարոն Թևոսյանի հետ համագործակցությամբ գոնե մի լավ բան արել ենք, հա։ Նախատեսել ենք, որ հանրային մուլտիպլեքսում ներառված հեռարձակողները պետք է անպայման ինքնակարգավորման մաս լինեն, լիցենզիոն պայմաններ։ Եվ որպեսզի չստիպենք լրատվամիջոցներին, այս է ինքնակարգավորման կառույցը, բոլորը գնացեք այնտեղ, հնարավորություն ստեղծվեց, որպեսզի իրենց համար որոշեին, թե ինչպիսի ինքնակարգավորման մեխանիզմներ եւ կառույցներ կարող են ձևավորել, եւ դրան եղավ մրցույթների ժամանակ շատ մակերեսային եւ ֆորմալ մոտեցում։ Ի վերջո այն այլընտրանքային ինքնակարգավորման համակարգերը, որոնք ձևավորվեցին, այսօր իրոք չեն աշխատում։ Այն պատճառով, որ թույլ տվեց փաստորեն մրցույթ անցկացնողը ՀՌՀ-ն, որպեսզի ղեկավարները լրատվամիջոցի, որոնք արտադրանք են տալիս, նրանք էլ լինեին գնահատողը այդ արտադրանքի համապատասխանությանը էթիկայի տեսակետից։ Այն դեպքում, որ դա չպետք է թույլ տրվեր, եւ բնականաբար այդպիսի ոչ հետևողական եւ ոչ լուրջ քայլերի միջոցով, այո, մենք այսօր հանդիպում ենք խնդիրների կապված ինքնակարգավորման տարածման հետ եւ կարող ենք ասել, որ լավ վատ, բայց լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը աշխատում է, մնացած բոլոր ինքնակարգավորման կառույցները չեն աշխատում եւ հիմա, երբ որ քննարկում է զանգվածային լրատվության մասին օրինագիծը, մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի այն սխալները, որոնք տեղի ունեցել նախկինում, ուղղվեն, բայց դրա համար երկխոսություն է պետք։ Շնորհակալություն, հետեւյալ հարցը հանրօգուտ բովանդակություն ասում է մշակութային կրթական մանկական հաղորդումները։ Հիմնադրամի կանոնադրության հենց կետում այդ որ ասված է, որ խմբագրական քաղաքականության չի միջամտելու հիմնադրամը, բայց գրված է նաև, որ այս կերպ
փորձելու է պետության այսպես հանրային կարևոր ուղերձները ավելի հանրայնացնել եւ դարձնել հանրության սեփականությունը։ Սրա հետ կապված կա մեկնաբանություն։ Ինչպես է այդ ուղերձները ուրեմն ել ավելի հանրայնացվելու այս տարբերակով, եթե նշված է, որ չի միջամտելու խմբագրական քաղաքականության, չի մասն է խոսքը։ Ավելի շատ իհարկե դա ընդհանրապես խոսք է իմ կողմից, ոնց կընկալվի, դուք գիտեք կամ դիտողները գիտեն, բայց ես կարծում եմ, որ ավելի շատ ձևակերպման խնդիր կա։ Այստեղ պետության համար ոչ թե պետության կարևոր ուղերձների մասին է խոսքը, այլ պետության համար կարևոր նարատիվների մասին է խոսքը։ Ինչա կարևոր նարատիվը իմ տեսակետից, մեր ժամանակահատվածի համար ընկերասիրություն, բարություն, հանդուրժողականություն, տոլերանտություն, չգիտեմ, հասկանում եք, չէ՞ ինչի մասին է խոսքը։ Օրինակ հիմա պարոն Թևոսյան, պետության համար շատ կարևոր նարատիվ է իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ կրթվելը նորաձև է։ Դրանք եւս պետք է դառնան հանրայնացման առարկա։ Եթե դրանք պետական նարատիվներ են, որ իրական Հայաստանի նարատիվը հենց այդ ձևակերպումով մարդիկ կարող են վերագրել Նիկոլ Փաշինյանի կոնկրետ իշխանությանը, որ դա Նիկոլ Փաշինյանի իշխանության նարատիվն է։ Բայց ցանկացած պետության նարատիվը, պետականության նարատիվը հենց այդ է, որովհետև երբ որ դու ասում ես պետություն, դու կոնկրետ հասկանում ես մի քանի տեսակ ատրիբուտիկաներ, որոնց համադրությամբ պետությունը մեր մոտ կա այդ կտորի խախտում մեր մենթալիտետում իշխանություն եւ պետություն չէ դրա մասին չեմ ասում ասենք օրինակ սահման հասկացության գիտակցում ինքնիշխանության կարևորության գիտակցում չգիտեմ հարկատվության կարևորության գիտակցում հանրային բարիքը խնայելու պահպանելու գիտակցում իրար նկատմամբ հարգալից վերաբերվելու գիտակցում քաղաքացու ինստիտուցիան ամենավերը դասելու գիտակցում սրանք պետության համար կարևոր բաներ են եթե այս նույն բաները ընկած են իրական Հայաստան նարատիվի որը իշխանության նարատիվն է հիմքում դա արդեն նշանակում է որ կապ չպետք է ունենան պետության նարատիվների պետականության նարատիվների հետ Այսինքն, երբ որ ես ասում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ իրական Հայաստանում քաղաքացին պետքա որոշող լինի, եւ մենք ասում ենք, որ սա պետքա լինի պետական նարատիվ, որ քաղաքացին պետքա որոշող լինի, վсё, արդեն հա իրական Հայաստանի նարատիվը ինքը սեփականացվեց եւ դա ուղղակի ընդհանրապես մարկետոլոգիական քայլ է, որի միջոցով մեր հանրությանը հեշտորեն հասցնում ենք, փորձում են հասցնել այդ ինֆորմացիան։ Եվ մենք դրա մասին ենք խոսում։ Պետության համար կարևոր իրական Հայաստանի նարատիվները որոնք են, դա Նիկոլ Փաշինյանի անձնական նարատիվներն են, կամ կրթվելը նորաձև է նախաձեռնության նարատիվները որն են, դա Աննա Հակոբյանի անձնական նարատիվներն են։ Այսինքն մենք չգիտենք, որ կրթվելը կարևոր է, որ կրթվելու դեպքում միայն կարող ենք առաջ գնալ, որ կրթությանը պետքա մեծ ուշադրություն դարձնել, որ քննական մտածողությունը կարևոր է, մենք այդ դարձավ իրանց սեփականաշնորհած նարատիվները, դրանք անհրաժեշտ նարատիվներ են, որոնք պետք է տեղ հասցնել։ Եվ եթե այո, այս հիմնադրամը ֆինանսավորելու է, եթե մի ինչ-որ բովանդակություն, որը նպաստելու է, որ երեխեքի ինչ-որ կամ դեռահասների ինչ-որ մի զանգվածի մոտ ձևավորվի կրթվելու նկատմամբ նույնքան սեր, որքան տարբեր բաների կամ ֆուտբոլ խաղալու նկատմամբ նույնքան սեր, որքան տարբեր բան, հա, ուրեմն դա պետական նարատիվը։ Եվ այո, ես կարծում եմ, որ դա նորմալ է, որ այս հիմնադրամը խրախուսի ալիքներին, որ իրանք տարածեն, եւ կարծում եմ, որ ոչ մի adekvat ալիք չի հրաժարվի դա անելուց։ Եվ հեչ պարտադիր չի, որ դա գալիս է մյուս հարցես հիմնադրամի կամ գաղափարի արդյունավետության տեսանկյունից եւ խնդրեմ նաեւ պարոն Նավասարդյանը անդրադառնա սրան։ Տեսեք, ամեն դեպքում մեր հեռուստատեսային դաշտն էլ այնպես չի, որ մոնոպոլ վերահսկողության տակ է, կան ընդդիմադիր մեդիաներ հեռուստատեսության ոլորտում, այսինքն հանրային մուլտիպլեքսում գործող բավական խիստ ընդդիմադիր հայացքներով եւ խիստ ընդդիմադիր քաղաքական բովանդակություն ստեղծողներ, հա, որն է երաշխիքը, որ իսկապես քաղաքական ընդդիմախոսների մեդիաները
կստանան այս տենդերները, անգամ եթե ներկայացնեն շատ հետաքրքիր բովանդակության վերաբերյալ տենդերային առաջարկ, որովհետև չեք նայելու արդյոք իրենք իշխանությանը քննադատում են, թե չեն քննադատում, դա ազդելու է, թե չի ազդելու։ Նախ առաջին հերթին ուրեմն պետք է ստեղծվի համապատասխան մեխանիզմ, որը նույնիսկ մերտես, եթե ասենք օրինակի համար, չգիտեմ, ընդդիմադիր հեռուստալիքը բերել է ինչ-որ մի բան մերժվել է, առաջին ուրեմն ռեակցիան այնա լինում, որ ինքը ընդդիմադիր հեռուստալիքը դրա համար մերժվել է։ Միշտ դա նորմալ է, այսինքն ես դա չեմ ասում։ Եվ երկրորդ, նույնիսկ 10-րդ, այսինքն հետո գալիս են գեփեր, երկրորդ, երրորդ, չորրորդ հորիզոնականներ, 10-րդ հորիզոնականում նոր կարա քննարկվի, որակյալ էր արդյոք այդ առաջարկը թե ոչ, համաձայն ես։ Կամ հակառակը կարող լինել, եթե ստացավ տենդեր, ուրեմն ծախվել է եւ 10-րդ հորիզոնական նոր քննարկում է արդյոք որակյալ էր այդ առաջարկը թե ոչ։ Այս պարագայում պետք է ստեղծել բանաձևեր ու մեխանիզմներ, ինչի վրա բնականաբար պետք է աշխատի գործադիրը խորհրդի հետ միասին, որպեսզի այդ վերաբերմունքը բացառվի, որ այսպես թուղթը դրվի սեղանին եւ ասի նայ, դու ինքդ որպես քաղաքացի, դու ինքդ որպես վերահսկող քաղաքացիական հասարակության անդամ, ինքդ այս չափորոշիչներով գնահատի։ Արդյոք ինքը պիտի ստանար այդ դրամաշնորհը, թե չպիտի ստանար։ Ոչ մի երաշխիք, Արշալույս ջան, 0 երաշխիք։ Դրա միակ երաշխիքը ճիշտ համակարգերը եւ արդյունավետ վերահսկողությունն են։ Ուրիշ ես չեմ կարող, ես ոնց կարող եմ վերահսկողությունը։ Խնդրեմ։ Դե ես եթե գնահատեմ այս որոշումը, կառավարության որոշումը է վերջո, օրենք չի, բարեբախտաբար, ի տարբերություն ինդուստրիալ կոմիտեի, որը օրենքով է ստեղծվել եւ արդեն առանձնացրել է վերգետնյա հեռարձակողների մյուսներից, որը բոլորովին արդյունավետ գործողություն չի, եթե պետությունը շահագրգռված է այնպիսի քաղաքականություն իրականացնել, որպեսզի բազմազան հարթակներ տեխնոլոգիական օգտագործվեն, հա, եւ ընդհանրապես կարող եմ ասել մի քիչ դեպի պատմության խորքերը գնամ, որ ընդհանրապես Հայաստանում այդ թվայնացման գործընթացը ձախողվեց։ Ի սկզբանե եւ շարունակվում է ձախողվել։ Այսինքն եւ մասնավոր մուլտիպլեքսի գաղափարի իրականացումը եւ ամեն ինչը գնում է այնպես, որ մենք գերին մնանք հին տեխնոլոգիաների եւ հին կառույցների, որոնք ձևավորվել են վերգետնյա հեռարձակում իրականացնելու տեսակետից։ Հիշեմ միայն, որ միայն այն պատճառով, որ լիցենզիաների ժամկետները ավարտվում են 2008-ին, բայց կառավարությունը չուներ դեռ վերջացած հայեցակարգ թվայնացման, տեղափոխվեցին հաջորդ մրցույթները 2010 թվական։ Եվ այդ միտումը իրավիճակային լուծումների եւ ժամանակին խնդիրներին չանդրադառնու ինքը շարունակում է նաեւ այսօր։ Հիմա երկու խնդիր էին լուծվում ըստ իս։ Մեկը, որ աշտարակը խստացրել էր պայմանները եւ ասում էր, եթե փողը չտան, ես անջատելու եմ։ Ուրեմն ինչ որ ձևով պետությունը կամ կառավարությունը փորձեց այդ հարցի լուծումը տալ եւ ինչ որտեղ պարոն Թևոսյանը հենց նրա մասին խոսում էր, այս տարբերակով ինչ որ գումարով օգնենք վերգետնյա հեռարձակողին, որ այդ վիշկայի փողը կարողանան տալ։ Երկրորդ միտումը, որ մենք մոտավորապես վերջի 2 տարիների ընթացքում լսում ենք, դա նաև որ պետական քաղաքականության վերաբերող նախաձեռնությունները հնարավորինս շատ տարածվեն նաև մեդիայով։ Եվ կրկին այլ լուծում չգտնվեց, քան այս հիմնադրամի միջոցով, ասենք, պետական քաղաքականության ինչ որ դրվագներ ներկայացնել հանրությանը, բայց քանի որ դա արվում է նախընտրական շրջանում, բնականաբար մենք շատ մոտ ենք ռիսկերի, որ դա գնահատվելու է որպես իշխող քաղաքական ուժի նախընտրական ծրագրի եւ օրակարգի տարածումը։ Նաև այս գումարների միջոցով։ Ես ցանկանում եմ, որպեսզի պարոն Թևոսյանը իհարկե դառնա տնօրենը եւ հնարավորինս նպաստի, որ այդպես չի լինի։ Դուք ասել եք, որ ես լավագույն տեխնացուն չեմ, ամեն դեպքում տեսել եմ, որ կամ բաներն են Civilnet-ում գրած են, բայց ոչ ուղի խաղումով, քաղաքական աֆիլիացիայի տեսակետից համաձայն եմ։ Շեշտել եմ, որ պրոֆեսիոնալ առումով որևէ խնդիրներ չեմ տեսնում, բայց ընկալումների առումով, հա, քաղաքական աֆիլիացիաների բնականաբար այստեղ
Ես հենց տենց էլ ընկալել եմ, պարոն Ավասարյան։ Այդպես տեսնելու ենք անկախ ինձանից, դա ասեք իմ կարծիքն է։ Բայց այստեղ մյուս խնդիրն էլ կա, հիմա կանդրադառնանք պարոն Թևոսյան, այստեղ մյուս խնդիրն էլ կա, ասացի նման, արդյոք սա ծառայելու է իր նպատակին ի սկզբանե, եթե մենք ունենք նախընտրական իրավիճակ, մի կողմից դա անցնելու է իհարկե, բայց ունենք պոլարիզացված, բավական բևեռացված իրավիճակ թե մեդիայում, թե հասարակության մեջ եւ ընկալումների տեսանկյունից իսկապես, եթե ընդդիմադիր մեդիան չի ստանում, ասելու են, որ դե ընդդիմադիր էինք դրա համար չստացանք, դրա շուրջը գնալու ծավալվելու է քննարկումները, եթե ստանում է, այն չստացածները կամ որ եթե որպես մրցույթի այդ դրամաշնորհների համար պայման գնա, որ իրական Հայաստանի գաղափարը պիտի տարածի, որ ասենք TV5-ը դիմի ընդհանրապես կարող են չդիմենել, այսինքն չէ, դե պարզա չէ, որ դրա մասին չի խոսք։ Առաջին բանը, որ քննարկումների ընթացքում անցել է, բայց ես երկու բանի էլ կանդրադառնամ էլի ընթացքում սա ասեմ, դա մոտավորապես հետևյալն է։ Եթե մենք չենք կարողանում, ասենց ասեմ, մեր ռեսուրսները եւ շուկան թույլ չեն տալիս, որ մենք ինքնուրույն արտադրենք նախադպրոցական տարիքի երեխաների համար որակյալ անիմացիոն պրոդուկտ։ Եվ առաջին բանը քննարկումների արդյունքում, որ մեր մտքով անցել է, ես չեմ ասում ուրիշ բաներ չի անցնելու կամ այդ ամենակ լինելու, բայց ուզում եմ հասկանաք մեր ընդհանուր մեզ ուղղորդող գաղափարը։ Ոնց անենք, որ ձեռք բերեն լավ որակյալ եւ կարողանան հենց որակյալ թարգմանել դա, որ հասանելի դառնա մեր երեխեքի համար, որտեղ ուզում ենք մեր երեխեքն էլ լավ կրթադաստիարակչական բան ստանան։ Այսինքն մենք ստեղից ենք սկսել։ Ռուսական կամ ամերիկյան արտադրության իրական Հայաստանը եւ անիմացիոն տեսանյութեր Why not օրինակի համար։ Ինչի թող լինի, բայց հայերեն լինի։ Չէ, նկատի ունեմ հիմնականում դա են դիտում օտարալեզու օտարալեզու, այսինքն մեկը դա նայում են, չէ։ Եվ եթե դա հնարավոր է տեղափոխել հանրային մուլտիպլեքս, ստանալ իրավունքներ եւ այլն, հա, եւ հայերեն լինի, այսինքն մենք ինչ որ բան պահպանելու խնդիր ենք նաեւ հետապնդում, չէ։ Ինչ վերաբերում է 226-ից առաջ նախընտրականին, համաձայն եմ, որ միանշանակ 26-ից առաջ, ինչ ասեցի։ 2026-ից առաջ, շնորհակալություն։ Նախընտրականին, աշակուրների շրջան եկնեց։ Նախընտրականին համաձայն եմ, որ այո, այդ պետքա դա անպայման քննարկվելու է, դա այդ անպայման բան է լինելու, շրջանառվելու է։ Բայց ամբողջ խնդիրն է, որ մենք սրա վրա աշխատում ենք 2023-ից երևի։ Ես որպես տենց շատ խորհրդատվական մակարդակի, որը տենց մեդիայի մարդ է, որը մի քիչ հասկանում է նաև հանրային հեռարձակողի խորհրդի անդամ լինելով, մասնակցելով այդ հեռուստաընկերությունների որոշ հավաքներին եւ այլն, հիմնադրամների գործունեության հետ կապված։ Այո, նաև որոշակի օգնությամբ մեդիայի ոլորտի հկրների ինչ որ գիտելիքներ ձեռք բերած մարդ, սրա վրա երկար, պրոստի հիմա է, ուղղակի հիմա է ստացվել դա, տենց է ստացվում։ Բայց բնականաբար ով կհավատա դրան կհավատա, ով չի հավատա չի հավատա։ Ես ասում եմ այն ինչ որ ես գիտեմ, այն ինչ որ իմ աչքերով է երևում։ Ինչ վերաբերում է ինդուստրիալ կոմիտեին, պարոն Նավասարդյան, ես ճիշտն ասած այդ փուլին ես բնականաբար չեմ մասնակցել, որովհետեւ ոչ օրենսդիր էի, ոչ էլ ունեի այդ լծակները որևէ ձևով մասնակցելու, բայց իմ տպավորությամբ ինդուստրիալ կոմիտեն ձևավորվել է ինդուստրիալ կոմիտեի մաս կազմող, ընդ որում մեդիա կազմակերպությունների համատեղ նախաձեռնությամբ։ Այդպես չէ։ Ես կարող է ձեր ինֆորմացիան ուրիշ է, իմը ուրիշ է, բայց ես այդպես տպավորություն ունեմ, որ իրանք հավաքվել են եւ գաղափարը ինչ որ մեկը տվել է, մնացածը քննարկել են, մշակել են եւ որոշել են, որ իրենք կայանան եւ դա ուղարկվել է օրենսդրական հիմքով հաստատելու։ Եթե այս կոնտեքստից մոտենանք հարցին, չէ՞ որ մի շարք մեդիա ընկերություններ, որոնք ունեն միավորող մի հանգամանք, պայմանականորեն հանրային մուլտիպլեքսը, իրավունք ունեին ինքնուրույն ինչ որ մի բան նախաձեռնելու։ Եվ ասեմ ավելին, շատ չխորանալով այս կառուցվածքի, նպատակների եւ այլնի մեջ, շատ ուրախ եմ եղել սրա հետ կապված, լավ չեմ իմացել ինչա ոնց է, բայց ուրախ եմ եղել, որովհետեւ ինչա հիշեցրել է ինքնակարգավորման մոդելի ինչ որ մի տեսակ։
եւ ես ինչքան գիտեմ ինքը շատ նորմալ աշխատում է, իրանք համատեղ արդեն չափիչի վրա են ոնց որ կենտրոնացած, որ իրանք միասին որոշեն, այլ ոչ թե ինչ որ մի բան իրանք պարտադրվի, իրանք համատեղ ջանքեր են գործադրում ինչ որ ոլորտը զարգացնելու, իրար հետ քայլելու, իրար հետ սինխրոնանալու, բայց չգիտեմ դուք դրան ոնց եք վերաբերվում։ Ես լավ չեմ տիրապետում։ Շատ վատ եմ վերաբերվում, բայց երևի դա առանձին Շատ լավ։ Շատ վատ եմ վերաբերվում ոչ թե ինդուստրիալ կոմիտեին, այդ գաղափարին շատ լավ եմ վերաբերվում։ Դա անհրաժեշտությունը կա, բայց ինչպես դա ձևավորվեց, միանշանակ չի։ Դա առանձին քննարկման թեմա է։ Դա երևի ինդուստրիալ կոմիտեի ներկայացուցիչը ավելի բայց քաղաքականության իրականացման տեսակետից դա մոտավորապես նույն շարքում է խնդիրների։ Պարոնայք, ամփոփելով մեր քննարկումը, մեր ժամանակը ցավոք սա անսահմանափակ չէ, բայց լավ խոսում էինք։ Ասացեք, խնդրեմ, ինչպես անել, որ այս հիմնադրամը իսկապես աշխատի բաց, թափանցիկ եւ որոշումների կայացումը լինի հնարավորինս համոզիչ մարդկանց եւ մեդիաների համար, թե այնուամենայնիվ ինչ էլ արվի, ինքը քաղաքականացվելու է եւ այս գաղափարը մեծ հաշվով չի ծառայելու այն նպատակին, ինչի համար ստեղծվել է, պարոն Նավասարդյան։ Առաջինը դե կառավարության նիստում, եթե չեմ սխալվում, պարոն Մխիթար Հայրապետյանը, որ ներկայացնում էր, հա, գաղափարը, խոստացավ, որ կանոնադրության վրա լրացուցիչ աշխատանք կատարվի։ Ես չգիտեմ կատարվել է թե չէ, բայց եթե կատարվելու է, նախ կցանկանամ, որ ընդլայնեն հանրօգուտ բովանդակության հասկացությունը եւ դրա մեջ պարտադիր ներառվի հետաքննական լրագրության նպաստելը, որտեվ դա էլ է հանրօգուտ գործունեություն, մենք շատ լավ գիտենք հետաքննությունները ինչքան ժամանակ եւ ռեսուրս են պահանջում, որոնց չեն տիրապետում մեր լրատվամիջոցները, հա, լավագույն դեպքում եթե ունեն արտասահմանյան դրամաշնորհներ, կարողանում են անել, եթե չեն ունենում, պարզապես դա բացառվում է, որպեսզի այդ հիմնադրամը կենտրոնանա Ես մեծ սիրով կդիտեմ այդ իրավիճակը, կհետևեմ դրան, որ պետությունը գումար տա օրինակ լրատվամիջոցին, որը հետաքննություն իրականացնի, թե օրինակ անիֆում ինչ խնդիրներ են տեղի ունեցել։ Դե, հա, դա է հանրօգուտ բովանդակությունը, հա, որը նպաստում է ոչ միայն ասենք երեխաներին, որը նույնպես կարևոր է, այլ նպաստում է մեր հասարակության ամբողջ առողջացմանը։ Հաջորդ քայլը, որ ես կուզենայի որպեսզի լիներ, հաշվի առնելով, որ ամեն դեպքում նախընտրական փուլում է այդ նախաձեռնությունը իրականացվում, որպեսզի օգտվեն այլ երկրների փորձից, օրինակ, նախընտրական փուլում, նախընտրական հայտարարությունների վերաբերյալ փաստերի ստուգման նախաձեռնություն լինի լրատվամիջոցների կողմից։ Այսինքն այստեղ կարող են մի քանի լրատվամիջոցներ միավորվել, ստանալ աջակցություն այդ հիմնադրամից եւ հետաքննել փաստերի ստուգում իրականացնել այն հայտարարությունների, որոնք հնչում են նախընտրական փուլում, որպեսզի մարդիկ խապված չլինեն խոստումներով, ոչ այնքան խոստումներով, որքան կեղծ փաստերով իրենց օրակարգը առաջ տանելու տեսակետից։ Այդպիսի երկու նախաձեռնություն, եթե իրականացվի, մասամբ կմեղմվի այն բացասական ազդեցությունը, որ կարող է ունենալ այդ որոշումը։ Շնորհակալություն, խնդրեմ։ Ես հիշում եմ, որ օրենսդիր եղած ժամանակ, երբ որ մենք ինչ-որ մի առաջարկություն էինք անում գործադիրին, կոնկրետ անուններ չտամ, բայց միշտ գալիս էր բան, որ ստեղ կա մի 20% կոռուպցիոն ռիսկ։ Ու այդ 20% հնարավոր կոռուպցիոն ռիսկը մեծ sense հավանականությամբ տապալում էր ինչ-որ մի գաղափար, որը ուներ 80% արդյունավետության հնարավորություն։ Բնականաբար ցանկացած բան ունի եւ սխալ մունքի ռիսկ եւ հնարավոր կոռուպցիոն ռիսկ, ինչու ոչ, կան, բնականաբար այդ ռիսկերը կան։ Սա էլ եմ ասում, ամենակարևորը թափանցիկ աշխատանքն է, ինչպես պարոն Նավասարդյանը ասաց, արդյունավետ եւ հանրության համար հասկանալի ծախսագրումը եւ բնականաբար ուժեղ վերահսկողությունը միջավայրի կողմից։ Այդ տենց պիտի լինի։ Ինչ վերաբերում է կանոնադրության մեջ հանրօգուտ կոնտենտի բովանդակության ընդարձակմանը, այդ ինչ որ դուք ասացիք, պրինցիպի մտնում է կրթական
բաղադրիչի մեջ, որտեղ մենք ասում ենք կրթությունը անպայման հասկանում ենք մաթեմատիկա, բայց դա վաղուց տենց չի, էլի, կրթությունը ինքը առաջին հերթին ճիշտ տեղեկություն, համակարգված տեղեկություն ստանալն է եւ այդ տեղեկությունը ճիշտ տրամաբանական շղթաներով քննական մտածողության ձևով։ Այսօր կանոնադրության մեջ դրա կարիքը չկա, իսկ մնացածը արդեն հասկանալի կդառնա, որտեվ այն վերահսկողությունը, որը պետքա սահմանվի, մի շարք մարդկանցից է կախված, դա մի անձի որոշում չի կարող լինել, հենց որ ոչ մի այս պահին բան ասել չի կարելի, սենց կլինի կամ նենց կլինի, կապրենք կտեսնենք։ Շնորհակալ եմ։ Civilnet-ի եթերում մենք քննարկեցինք հանրօգուտ մեդիամիջավայր ստեղծելու գաղափարը եւ դրա շուրջ տարբեր կարծիքներ լսեցինք։ Դատողությունները թողնում ենք ձեզ։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։